Նախ հսեմ, որ ես եկեղեցական հարցերով շատ ատկան խրջված հետաքրքրություններ չունիմ իհարկե, ես որպես բարձ անհատ, հայ անհատ Հայաստանի հայության հետ կապված հարցերով մտահոգված հետևող անձ ուզեմ իմ գերեւի միտքերս փոխանցեմ վերջին իրադարձությունների հետ կապված իշխանություն եկեղեցի լարված մթնոլորտի վիճակի հետ կապված բայց պետք է ասել, որ այս լարվածությունը նոր չէ, իհարկե մի քանի տարվա ընթացքին մենք արդեն ականատես եղանք որոշ լարվածություններու, բայց այս լարվածության սրումը պիտի ասեի, որ այդքան անակնկալ չէր, ըստ իս այս մեկը կապված է իհարկե մոդալուտ Ասկային ժողովի ընդդություններու հետ, որ կադարի 2026 թվականի հունիս 7-ին դեպի ունենան Հայաստանի մեջ, սպասելի էր այս լարվածությունը գարմե եկեղեցականներու եւ իշխանության միջև իհարկե այս լարվածության մեջ մեծ թեր ունի նաև օդար երկիրներու միջամտությունը, մանավանդ Ռուսաստանի միջամտությունը, որ գիտենք, որ շատ մեծ ազդեցություն ունին ճշմարտաբար Հայաստանի հարաբերական եկեղեցու վրա, կամ ասենք եպիսկոպոս դասի կամ քաղաքալի վրա եւ իհարկե ըստ իմ համոզմամբ մոմը գա Ռուսաստանի կողմէ դակնամը կամ լարվածությունը ավելի սրելու այնքան որ գմոտենանք ընդդություններուն պիտի ակնկալել որ շարունակվի Չպապատար գացությունը այս է հիմա այս լարվածության պատճառներուն եթե փորձենք անդրադառնալ ըստ ինձ հիմնական 3 պատճառներ կան առաջինը պիտի ասեի գարմե եկեղեցականներու քաղաքալի կամ եպիսկոպոսներու միջամտությունն է պետության քաղաքական որոշումներու կամ ուղղվածության մեջ իհարկե բացատրելու պետք չկա երկար բոլորս գիտենք բազան Բաքրատ Կազստանյանի կամ Ջաբահյանի թիքորոշումները, միջամտությունները, ելույթները, սուր քննադատությունները իշխանության հանդեպ, ուրեմն այսին առաջին ասենք պատճառն է, որ եկեցին միջամուխ կլա երկրի պետության քաղաքականության, իշխանության որտեղած ռազմավարության մեջ ինչ որ բնական չէ, որովհետև մեր սահմանադրությամբ եկեղեցին եւ իշխանությունը դարանչատված են, donc 16-րդ հոդվածը մեր սահմանադրության հստակորեն գնդկծե այս դարանչատումը, բայց դժբախտաբար այս միջամտությունները ներքին քաղաքական հարցերում կշարունակվին գարմե եկեղեցականներու, հոգևորականներու գոմե իհարկե երկրորդ պատճառը ըստ ինձ ուղղակի Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու սահմանադրության կամ կանոնադրության չհարկելն է գարմե եկեղեցականներու հոգևորականներու գոմե
մանավանդ գուսակրոնության ուխտի հետ կապված շատ խոսակցություններ, նույնիսկ չբացահայտված դակավին բարականեր գնալալ այս հարաճիգա օրերուն բացահայտվին, փաստեր ներկայացվին, որովհետև ժողովուրդը շատեր այսին համոզված են, որ գուսակրոնության ուխտը խախտված է շատ հոգևորականներու նույնիսկ վեհապարի գոմե։ Իսկ երրորդ պատճառը այս լարվածության ընդհանրամամբ նորեն գսեմ շատ հոգևորականներու անփարավական գեցվածն է, այսին իրենց արյուակյանքի մեջ որ գտեսվորեն շատեր եկեղեցին վերածած են որպես արևդուրի իրենց անձնական շահերու եւ շատ հերու կմնան անշուշտ հոգևորական իրենց բարդականություններեն, առաքելություններեն։ Ուրեմն ըստ ինձ այս երեք պատճառները այսօր հիմք անտիսանան այս լարվածության, որ կտեսորվի իշխանության եւ եկեղեցականներու միջև։ Պիտի ուզեի շեշտել, որ այս լարվածությունը շատեր կփորձեն ներկայացնել որպես պայքար եկեղեցու Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու եւ իշխանության միջև։ Բայց իրականությունը այդպես չէ, այսօր Հայաստանյաց սուրբ եկեղեցին մեր առաքելական որպես հաստատություն, որպես կառույց, որպես պատմական թերակազմություն ունեցող ուժ ոչ ոք կգարձեմ հարցականի դակ չի տներ կամ չի փորձեր ծևոմ թերակնադել, այսինքն եկեղեցիները, հարցը ավելի եկեղեցականներու հոգևոր դասի որոշ ներկայացներու եւ իշխանության միջև է։ Բայց ես կսեի ավելին, այսինքն ոչ թե իշխանության միջև, այլ ժողովրդի եւ հոգևորականների միջև, բայց որովհետեւ այսօր ժողովուրդն ալ այսին մեծամասնությամբ դժգոհ է գտեսնե, այսինքն վերականներու հոգևորականներու գեցվածքը մոդեցումները իրենց շահախնդրությունը անձնական շահերու հետ կապված անփարավական որոշ դրսևորումները ուրեմն իրականության մեջ հարցը այդպես չէ, ինչ որ ինտիմատիվ ուժեր փորձեն ներկայացնել որպես հարցագում, որպես թիրախավորում Հայաստանյաց եկեղեցու, այլ հարցը որոշ եկեղեցիներու անպարու, անպատասխանալու եւ անհարիր գեցվածքի մասին է, որ ոչ թե գսեի միան վարչապետը կամ այսօրվա իշխանության ներկայացուցիչները լուսարձակի տակ կառնեն, այլ հարցն է, որ ամբողջ հայության բոլոր հավատացյալներու խնդիրն է այսօր, եթե իսկապես հավատացյալ ենք, իսկապես բծախնդիր ենք մեր եկեղեցու առաքելության հետ կապված, հավատանք մեր եկեղեցու առաքելության, պատմական թերին եւ այլն։ Ուրեմն հարցը ճիշտ չէ վերագրել իշխանության եւ եկեղեցու միջև պայքարի, ինչպես որ փորձեն ներկայացնել շատեր, այլ ինչպես ասեի, ամեն մեկ հայի հավատացյալի, որ մտահոգված է Հայաստանի հայության մեր հարցերով, հետաքրքրող, մտահոգող
հարց է։ Հիմա այս բոլորեն յետ ինչն էլ, այսին ճշմարտաբար վիճակը ունինք ինչ որ ունինք, այսին շատ բարդ է իհարկե վիճակը, հիմա կարևոր լուծումներ գտնել եւ այս լարվածությունը միամացնելն է։ Միամացնելու համար սեմ կամ լուծում գտնելու համար ճշմարտաբար շատ կորզնական միջոցներ կամ կորզիկակալություն ենք ամեն բարակայի ինչ որ լավ մոդեցումները լուծումը պետք է առաջինը հարկենք Հայաստանի սահմանադրությունը, որ գդարանչադե եկեղեցին եւ իշխանությունը, երկրորդ պետք է հարկենք նույնպես Հայաստանյաց հարակերական Սուրբ եկեղեցու սահմանադրությունը եւ կանոնադրությունը, այսինքն պետք է օրենքի սահմանված գեդերը հարկվին, այսինքն եկեղեցու կանոնադրության համաձայն սահմանությամբ իհարկե հստակ կսվի, որ եկեղեցին առանջատված է իշխանությունեն, ուրեմն եկեղեցականը իրավունք չունի որպես եկեղեցական միջամուխ լալու քաղաքականության երկրի ռազմավարական դիրքորոշումներու որոշումներու հետ կապված իսկ եթե եկեղեցական ուզե քաղաքականությամբ զբաղվել գրնա շուտ հրաժարի եկեղեցական ուխտեն եւ որպես բաց աշխարհիկ մասնակցի երկրի քաղաքական կյանքին ոչ մեկ արկեք այդ մասին երկրորդը հայաստանյաց եկեղեցու սահմանադրություն եւ կանոնադրությունն են որ ճշմարտաբար տարերե իվեր կորզատրվող կանոնադրություն է եւ քաղաքալի փոփոխության հարցը շատ դժվար, այսինքն երակորձելի գեդմն է, որովհետև այսօր ըստ կանոնադրությամբ ամենայն հայոց կաթողիկոս գնդրե ազգային եկեղեցական ժողովը, բայց ազգային եկեղեցական ժողովի նիստ միայն եւ միայն կրնա հրավիրել կաթողիկոսը կամ կաթողիկոսի վարչաման բարակային դեղաբահը կամ կաթողիկոսական դեղագալը գրնա իհարկե հրավիրել ազգային եկեղեցական ժողովին, որ հայաստանյաց հարակիրական մեր Սուրբ եկեղեցու քերակույն մարմինն է գրնան գսել։ Ուրեմն հարցը շատ բարդ է, այսինքն եթե լուծում ուզենք որոնել թե սահմանադրությունը հարկերով Հայաստանի եւ թե կանոնադրությունը հարկերով Հայաստանի շատ բարդ է ըստ ինձ ժամանակի կգարոդի պետք է իհարկե զուս բլալ ես չեմ բաժներ վարչապետի իհարկե գարձր բարեր որ կորզածած է այսին գարմե եկեղեցականներու հանդեպ ամեն բարակայի վարչապետ պետք է զուս բլա իր արտահայտություններու մեջ իսկ մյուս կողմեն եկեղեցին ինչպես որսի պետք է այդ երեք գեդերը որ նշեցի միջամուխ չլա քաղաքականության մեջ հարկե կանոնադրությունը, այսինքն գուսակագրությունը եւ բարոյական իրգեցվածքը։ Շատեր գսեն հիմա ադենը չէ, այս հարցերուն ուրիշ խնդիրներ ունի բերությունը, երգիրը եւ այլն, այսինքն առաջներություն չէ, այս հարցերու մասին խոսիլը մտածելը ես կսեի ճիշտ է գնալալ ուրիշ առաջնահերթություններ ունենք, շատ առաջնահերթություններ ունենք, բայց ասածն շատ կարևոր է, մանավանդ գոյապանական սպառնալիքի տակ գտնվող բերության համար, ժողովրդի համար եկեղեցին գտածի զուտ գրոնական հաստատություն լալ է, այսինքն եկեղեցին սպառնալիքի տակ գտնվող ժողովրդի համար, ազգի համար
բազմաշերտ թերագադարություն ունի, պետք է հավաքի ժողովուրդը համախմբե պետության շուրջ, արժեքներու շուրջ, փարադե ցևոմ վախը, հուսալուկությունը, փորձե հոգեգանը ժողովրդին բարձրացնել, բարոյական արժեքները պաշտպանել, իր պատմական թերագադարությունը լիովին ստանցնել պետության կողքին, սա չէ որ չկարելի քննադատել անշուշտ, բայց պետք է եկեցին մնա իր առաքելության մեջ մանավանդ մեր բարակային, որ քաղաքական սպառնալիքի առջև կգտնվենք։ Այսքանը շնորհակալություն ձեր ուշադրության համար։